Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել էր, որ թշնամիները հանգիստ չեն ունենալու, և մարտի 11-ի գիշերը տարածաշրջանը կրկին հայտնվեց հրթիռային հարվածների կենտրոնում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով այդ գիշեր իրականացվել է պատերազմի մեկնարկից ի վեր ամենամեծամասշտաբ հարձակումը։ Իրանական կողմը հաղորդել է, որ կիրառվել են նոր սերնդի ծանր հրթիռային համակարգեր, որոնց մարտագլխիկների քաշը հասնում է մինչև 2 տոննայի։ Հարվածների հիմնական թիրախները եղել են Իսրայելի խոշոր քաղաքները։ Թել Ավիվում և Հայֆայում օդային տագնապ է հայտարարվել։ Կեսգիշերից հետո հազարավոր բնակիչներ շտապել են ապաստարաններ։ Իրանի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով վնասվել են Հայֆայի նավթավերամշակման և գազային ենթակառուցվածքների մի շարք օբյեկտներ։ Ըստ իրանական աղբյուրների ոչնչացվել են նաև վառելիքի պայծառների և ռազմավարական նշանակության կապի կենտրոններ։ Միաժամանակ հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել նաև տարածաշրջանի այլ վայրերում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Իրանական կողմի պնդմամբ հրթիռներ են արձակվել Հորդանանում, Քաթարում, Բահրեյնում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Դուբայի օդանավակայանի մերձակայքում դրոնների ընկնելու հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Մինչ տարածաշրջանում շարունակվում են փոխադարձ հարվածները, վնասներ են արձանագրվել նաև Իրանի տարածքում։ Ամերիկյան և իսրայելական ուժերը հրթիռակոծել են Թեհրանի մի շարք շրջաններ։ Հարվածների ընթացքում վնասվել է նաև մայրաքաղաքի հին հայկական թաղամասերից մեկը՝ Մաջիդիեն։ Տեղի բնակիչները պատմում են, որ գիշերը լսվել են ուժգին պայթյուններ, իսկ որոշ շենքեր վնասվել են հրթիռային հարվածների հետևանքով։ Բնակիչներից մեկը պատմել է, որ թաղամասի վրա հարձակման մասին տեղեկացել է հեռախոսազանգից։ Նրա խոսքով հարվածներից հետո շենքերի մի մասը վնասվել է, իսկ մարդիկ մեծ դժվարությամբ են դուրս եկել բնակարաններից։ Պաշտոնական տվյալներով հայկական թաղամասում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ և տեղափոխվել հիվանդանոց։ Միջիդիեն Թեհրանի այն թաղամասերից է, որտեղ երկար տարիներ բնակվում են իրանահայեր։ Տարածքը հայտնի է իր ակտիվ հասարակական կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով։ Միաժամանակ շարունակվում են նաև տարհանման գործողությունները։ Իրանի Բուշեր ատոմակայանում աշխատող ռուսաստանցի մասնագետների և իրենց ընտանիքների անդամների տարհանման երկրորդ փուլը ավարտվել է։ Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան է տեղափոխվել մոտ 150 մարդ։ Ռուսական կողմը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, ովքեր աջակցել են այդ գործընթացին, այդ թվում Հայաստանին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարությամբ է հանդես եկել, ընդգծելով, որ երկիրը չի պատրաստվում նանջել։ Նրա խոսքով, նրանք, ովքեր կարծում են, թե կարող են ոչնչացնել Իրանը, պարզապես չեն հասկանում այդ երկրի պատմությունը։ Միաժամանակ արաբական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Թեհրանը ԱՄՆ-ին ներկայացրել է բանակցությունների հնարավոր վերսկսման պայմաններ։ Դրանց թվում են անվտանգության երաշխիքները, միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի հասանելիությունը և ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասների փոխհատուցումը։ Իրանի խորհրդարանի ղեկավարությունն էլ հայտնել է, որ անհրաժեշտ է կոշտ պատասխան տալ ցանկացած ագրեսիայի, որպեսզի ապագայում ոչ ոք չմտածի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։ ԱՄՆ-ի քաղաքական դաշտում լարվածությունը աճում է։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ տարաձայնություններ է առաջացրել հանրապետականների և դեմոկրատների միջև։ Դեմոկրատ սենատոր Քրիս Մարֆին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը հիմնականում պայմանավորված է Իսրայելի գործողություններով։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը դժվար թե կարողանա ամբողջությամբ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, քանի որ դրա մեծ մասը գտնվում է ստորգետնյա համալիրներում։ Մարֆին նաև նշել է, որ հնարավոր ցամաքային ներխուժումը կարող է հանգեցնել ավելի մեծ և վտանգավոր պատերազմի։ Մեկ այլ ամերիկացի սենատոր ևս հայտարարել է, որ Վաշինգտոնում քննարկվում է տարածաշրջան լրացուցիչ զորքեր ուղարկելու տարբերակը։ Տարածաշրջանում լարվածության աճը ստիպել է ակտիվանալ նաև Թուրքիային։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է հնարավորինս արագ ավարտվի և կողմերը պետք է վերադառնան դիվանագիտական բանակցություններին։ Էրդողանի խոսքով հակամարտության հետագա սրումը կարող է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ։ Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան չի ձգտում սրել իրավիճակը և չի ցանկանում խախտել որևէ երկրի ինքնիշխանությունը, սակայն եթե որևէ մեկը սպառնա Թուրքիայի անվտանգությունը, կստանա կոշտ պատասխան։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հրթիռային հարվածները, քաղաքական հայտարարությունները և միջազգային արձագանքները ցույց են տալիս, որ տարածաշրջանը կանգնած է նոր և վտանգավոր փուլ մտնելու շեմին։